Վերադառնանք Հայաստան 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամսով պատճառը օրեր առաջ Պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված ակցիան է, որի ժամանակ քաշքշուկ էր սկսվել ռազմական ոստիկանների եւ անհետ կորածների հարազատների միջև։ Ակցիայից հետո նախարարության եւ ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Աբիջան Սարգսյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել։ Արսեն Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Անհետ կորածների եւ զոհվածների հարազատները անհիմն են համարում այս ձերբակալությունները եւ իրենց բողոքն են արտահայտել կառավարության շենքի մոտ։ Իրավապաշտպան Տաթև Սողոյանը պնդում է, ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ որևէ այլ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրանց ուղղությամբ։ Խուլիգանությունը հիմա դարձել են մատի փաթաթան, ամեն իրենց դուր չեկող մի որևէ հրմշտոց դնում են խուլիգանության համար, մինչդեռ խուլիգանությունը ընդհանրապես շշերի նետման մասին է խոսքը, կա ինչի դրվագ թե շշեր չեն նետվել, այո, շշեր նետվել են, բայց ոչ ծառայողների ուղղությամբ։